Տեսնում ենք դատական համակարգը բավականին ծանրաբեռնված է նմանատիպ գործերով, հայցերով, միջնորդություններով։ Ինչ համատեքստում եք նախ դիտարկում, որովհետև իշխանությունները պնդում են, որ ամենևին քաղաքական համատեքստ չկա։ Դե իհարկե իշխանությունների պնդումները ամբողջությամբ հիմնազուրկ են, ակնհայտ է, որ այս իշխանությունը պատրաստում է հերթական անգամ իշխանությունը զավթելու եւ դրա շրջանակներում ըստ էության նրանք աշխատում են բոլոր այն ուժային կենտրոնների դեմ, ովքեր կարող են հասարակություն կոնսոլիդացնել, ովքեր կարող են իրական սպառնալիք դառնալ իրենց իշխանության համար։ Թիրախները ընտրված են իմ կարծիքով բավական ճիշտ եւ հետեւականորեն աշխատում են անսպասելի գործերով, մտածածին գործերով, որոնց միակ նպատակը 2026 թվականի ընտրությունների նախապատրաստումն է։ Այս պահին դեռ դա է։ Հետագայում իհարկե նորից օգտագործելով քաղաքական հետապնդումների ինստիտուտը ըստ էության փորձում են պահպանել բերվածությունը հասարակության մեջ, իսկ դա այն պղտոր ջուրն է, որտեղ Նիկոլը կարող է լավ աշխատել եւ կարողանում է լավ զուգ գործել։ Դրա համար սա իհարկե քաղաքական հետապնդում է ոչ միայն Սերժ Սարգսյանի պարագայում, նաև Բագրատ Սրբազանի պարագայում, նաև Սամվել Կարապետյանի պարագայում եւ բազում այլ գործընթացներ, որոնց մեկ ականատես ենք լինում, որոնց հիմքում իրավական ոչինչ չկա, հետեւաբար կարելի է ասել դատարանները զբաղված են ոչ թե քրեական գործերով, այլ զբաղված են քաղաքական պատվեր կատարելով։ Պարոն Մելիք-Շահնազարյան, տեսակ, որ ամեն դեպքում այսպիսի process-ներով հնարավոր լինում է կասեցնել ընդդիմության տարբեր process-ներ, տարբեր գործողություններ, ինչ անել, ինչպես եք տեսնում հեռանկարը, եթե Փաշինյանը իր թիմակիցները շարունակում են անզիջում պայքար մղել տարբեր հանրային շրջանակների, այդ թվում Մայրաթոռի դեմ։ Ես կարծում եմ, որ լուծումները շատ ակնհայտ են։ Պետք է կոնսոլիդացնել հնարավոր բոլոր ռեսուրսները, ընդդիմադիր բոլոր ռեսուրսները եւ համատեղ ուժերով հասնել իշխանապողության։ Գործիքներ առաջադրված է եւ խորհրդարանում է impeachment-ը, այսինքն այլ տարբերակ չկա։ Հակառակ պարագայում մենք տեսնում ենք, որ իշխանությունը զբաղվում է ընտրություն կեղծելով, արդեն իսկ այսօր կեղծվում են այդ ընտրությունները, որովհետև այն ուժերը, որոնք պետք է նաև պատրաստվեն, հիմա փաստացի դատարաններում են անդառ լինում եւ որևէ աշխատանք այդ ուղղությամբ արդյունավետ իրականացնելու հնարավորություն չկա, այլ չեմ ասում, որ այլ բազմաթիվ զարգացումներ, օրինակ ընդդիմադիր համայնքապետերի ձերբակալություններ, հետապնդումներ եւ այլն, ընտրություն է կեղծում։ Impeachment-ը էլ ակտուալ չի։ Impeachment-ը ակտուալ է, շատ ակտուալ է եւ ակտուալ է լինելու դեռ երկար ժամանակ։ Դրա համար ասում եմ, լուծումը միայն մեկն է, մենք չենք կարող անընդհատ այս դատարանի դիմացից մյուսը գնալ եւ այլն։ Պետք է կոնսոլիդացիա արվի, պետք է վերջապես այդ օրակարգը, որը արդեն միավորել է խորհրդարանական ընդդիմությանը, երկրորդ շունչը ստանա եւ ձևավորի փողոցային պայքար։ Այլ տարբերակ չկա։ Այս համատեքստում Փաշինյանը ընդդիմադիր այս տարբեր հայտարարություններին հակակշռում է սեփական օրակարգը, խաղաղության այսպես կոչված օրակարգը, օրերս էլ բարբերաբար տեսան գրառումներով հայտնեցին, որ այդ խաղաղությունն արդեն եկել է ռուսական ցորենի տեսքով, շուտով ղազախական ցորենի տեսքով։ Հավատում եք այս խաղաղության տեսական լինելու, իրատեսական լինելու։ Այն որ խաղաղություն չկա, սա միանշանակ է։ Մեր երկիրը դեռ գտնվում է պատերազմական իրավիճակում, ավելին մեր երկիրը գտնվում է նոր կորուստների եւ նոր զիջումների նախաշեմին։ Վստահ եմ, բոլորի համար գաղտնիք չեն բացի, որ կան դեռ տարածքային զիջումների հարցեր, օրակարգում, որը այսպես կոչված սահմանազատման գործընթացի տեսքով պետք է իրականացվեն։ Ակտուալ է Զանգեզուրի միջանցքի հարցը, որը փորձում են այլ անվամբ փաթեթավորել եւ վաճառել Հայաստան եւ ի վերջո մենք տեսնում ենք, որ հանցագործները, մեր ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած ադրբեջանցիները, նրանք ովքեր բլոկադա են ենթարկել Արցախը եւ սովամահ փորձել անել մեր հայրենակիցներին, նաև ինչ-որ չափով հաջողությունների հասել այդ ճանապարհով, այսօր նրանք ամենաբարձր մակարդակով ընդունելության են արժանանում Հայաստանում։ Հիմա ես որ խաղաղությանը հավատամ, այն որ Ռուսաստանից ցորենը Ադրբեջանի տարածքով է գալիս, թե այն որ Հայաստանից ցորեն Արցախ հնարավոր չէ ուղարկել, եւ դա անում են նույն մարդիկ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ունի իր խնդիրները, իրենք հետևողականորեն գնում են այդ խնդիրները լուծելու ճանապարհով եւ այդ խնդիրները լուծում են ի հաշիվ եւ ի վնաս մեր անվտանգության։ Դրա համար դա խաղաղություն չի, դա մի բան է, որ այսօր փորձում են խաբելով ներկայացնել հանրության, այն հանրության, որը դավաճանվել է պատերազմում եւ օբյեկտիվ շատ պատճառներով, այո, ուզում է լսել խաղաղության մասին, ուզում է, որ այդ դժոխքը
անցյալում մնա, ինչի մեջով որ մենք անցանք դավաճանության պատճառով։ Եվ դա աշխատացում է որպես զուտ քարոզչական գործիք։ Իսկ իրական խաղաղության մասին խոսել չկա, իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը ցավոք սրտի։ Այսինքն իրենց նպատակները, որպեսզի չլինի Սևան, լինի Գյուրքչա, որպեսզի ադրբեջանցիները բնակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ որպեսզի այնինչ կմնա Հայաստանից, եթե ինչ-որ բաներ մնա, ամբողջությամբ վերահսկելի եւ կառավարելի լինի Բաքվի կողմից։